Իսկ դուք գիտեիք, որ Լեհաստանի ժամանակակից կրթության հիմնադիրը ազգությամբ հայ է եղել։ Այս մասին դուք կարող եք կարդալ իմ 5-րդ ժամանակի եւ հիշողության սահմանագծին գրքում, ահա մի փոքրիկ հատված այդ մարդու մասին։ 1772 թվականին տեղի ունենում Լեհաստանի առաջին բաժանումը Ռուսաստանի, Պրուսիայի եւ Ավստրիայի միջև։ Բաժանումից հետո Լեհաստանի տարածքում արգելվում է ճիզվիտների գործունեությունը։ Նախարարն ազատվում է ծառայությունից։ 1 տարի անց նա ընդգրկվում է Լեհաստանի կրթական համակարգի բարեփոխման նպատակով կազմված հանձնաժողովում։ 1773-79 թվականներին նա Լեհաստանի կրթական նոր համակարգի համար 11 դասագիրք է կազմում։ 1780-ին նա դառնում է Լեհաստանի կրթական համակարգի գլխավոր տեսուչը։ Նրա պաշտոնավարության տարիներին Լեհաստանի կրթական ծրագրում ներառվում է ռազմական պատրաստվածություն առարկան։ 1787-ին լույս է տեսնում նրա ծխական դպրոցի ուսուցչի պարտականությունները, գիտական հոդվածը, որը հետո դառնում է դասագիրք եւ մինչ օրս օգտագործվում է Լեհաստանի կրթական համակարգում։ 1793-ին տեղի ունենում Լեհաստանի երկրորդ բաժանումը Ռուսաստանի, Պրուսիա եւ Լեհաստանի միջև, ինչի արդյունքում նրա լիազորությունները դարձյալ սահմանափակվում են։ Կյանքի վերջին տարիներին նա կորցնում է իր տեսողությունը, ծանր հիվանդանում է։ Լեհաստանի ժամանակակից կրթության հիմնադիրներից մեկը, փիլիսոփայության դոկտոր պրոֆեսորը մահանում է 1801 թվականի դեկտեմբերի 29-ին իր առանձնատանը։ Նրա անունով այսօր Լեհաստանում անվանակոչված են տասնյակ փողոցներ, դպրոցներ եւ կրթական բարձրագույն հաստատություններ։ Այս մարդու մասին նորից ասեմ, սիրելի ժողովուրդ, կարող եք կարդալ իմ 5-րդ ժամանակի եւ հիշողության սահմանագծին գրքում։ Գիրքը կարող եք ձեռք բերել միայն պատվերով, գրախանութներում չկան։ Պատվերների համար հեռախոսահամարները դուք կտեսնեք մեկնաբանությունները։